տիրապետելուց է։ Մի խոսքով, Արգելինա, անառողջ մթնոլորտ է։ Միանշանակ, շատ լարված եւ շատ անառողջ մթնոլորտ է։ Ոչ միայն հանուն ընտրությունների, բայց հիմնական process-ը դա վերարտադրվելու այդ իշխանության մասով։ Դա իշխանության մասով։ Այն մասով ասեք։ Հոգեվորականների կողմից։ Հա։ Դե հոգեվորականների հոգեվորականներին պաշտպանող քաղաքական միավորներ, ես չգիտեմ դուք ինչ առնչություն ունեք այդ process-ին։ Ես շատ ուղիղ, որովհետև լինելով մկրտված այդ եկեղեցում դժվար է պատկերացնել այլ դիրքորոշում ունել, քան սատարել եկեղեցուն։ Նորից ոչ թե կաթողիկոսին, այլ եկեղեցուն տվյալ դեպքում։ Տեսեք, քաղաքականացրել են process-ը քաղաքական ուժերը, երբ որ դու որպես քաղաքական ուժ, որպես իշխանություն հատկապես ունես գործիքակազմ, որը օգտագործում ես ոչ ըստ նպատակահարմարության, դու ինչ որ իմաստով գնում ես նաև սահմանադրության խախտման։ Այս իշխանությունները գնում են միջամտելով եկեղեցու կյանքին, եկեղեցականների կողմից խոսքի սադրանք չի եղել, գոնե հայտարարությունների տեսքով սադրանք չի եղել այդ քաղաքական process-ը մեջ ներքաշելու։ Ինչպիսի սադրանք էլ որ լինել, դու իշխանություն ես, դու ունես այնպիսի լծակներ, որով կարող ես ցանկացած հարց, նախ դու պիտի գնաս բանակցելու, որովհետև դա օտարի եկեղեցին չի, դա քո պատմության մի մասն է եւ քո իրողության մի մասն է։ Դա մի կողմից։ Այսքան ինչու ձգեցի, որ հարցնեմ։ Հիմա այնինչ տեղի է ունենում արդեն իրավական տիրույթում, քաղաքական, գնահատական պետք է տալ, այսինքն իրավական։ Իրավական։ Սա բացի քաղաքական այն մարդիկ, ովքեր հիմա այդ process-ով անցնում են, քաղբանտարկյալ պիտի կոչվեն, թե ոչ։ Ոչ բոլորը։ Կան մարդիկ, անգամ եթե դու քաղաքական գործունեությամբ ես զբաղված եւ շատ բուրըն տենց եւ ճանաչելի ես, միշտ չի որ քաղաքական գործի կալանավորումը կարող է համարել քաղաքական բանտարկյալներ, բայց կան իրավիճակներ, որ այո, հոգեվորականների մի մասը բաքուր դասական, դասագրքային քաղաքական բանտարկյալներ են։ Ես կարող եմ իրենց սիրել ու չսիրել, բայց դա չի կարող գնահատականի վրա որևէ բան հետևանք ունենալ, հա։ Դա միանշանակ է։ Մենք բոլոր ժամանակներում ունեցել ենք քաղաքական բանտարկյալներ, բայց կարծում եմ, որ այս ծավալի եւ այս բովանդակությամբ քաղաքական բանտարկյալներ մենք դեռ չենք ունեցել։ Հոգեվորականների բանտարկությունը բառացիորեն, առանձին դեպքերում բառացիորեն ոչ մի բանի դիմաց, դա իսկապես լուրջ չի։ Աճապայանին 2 տարի հետո հիշել, որ մի թուղթ կար գրած, որը մենք մերժել ենք ու ասել ենք քրեական հետապնդման ենթակա գործողություն չի, հետո 2 տարի հետո ասես հələ մի հատ բերեք այդ թուղթը, մի հատ տեսնենք ինչի մասին էր ու նոր քրեական գործ հարուցես, ակնհայտորեն խտրական վերաբերմունք, ակնհայտորեն քաղաքական պատվեր է։ Կամ մյուս հոգեվորականին, եթե Արշակ չեմ, Սրբազանի կարծեմ, թմրանյութերի տարածման մեջ մեղադրել է, գիտեք, բարոյականություն, հակառակը անբարոյականությունն էլ սահմաններ ունի։ Ոչ ողջամիտ լինելն էլ սահմաններ ունի եւ հատուկ են ընտրվում հոդվածներ, որոնք առավել խոցելի կդարձնեն այդ մարդկանց, ավելի նվաստացուցիչ կլինեն այդ մարդկանց համար։ Կարելի է ասել, որ չգիտեմ, ոչ վայել պահված կանոնից, կամ 1000 բաներ կարելի մտածել, բայց թմրանյութի տարածում ամոթ է։ Ենթադրում եք, որ ընդհանրապես այդպիսի բան չի եղել, բայց դա կարվել է գործին։ Գիտեք, 7 տարի հետո հիշել, որ մի թուղթ էլի մեկը գրել էր եւ դա ընթացք չէր ստացել եւ 7 տարի հետո, երբ որ Արշակ Սրբազանը որոշել էր, որ ընդդիմանալ այս process-ներին, գնահատականներ տալ այս process-ներին, որոնք իր եղբայրների, հոգեվոր եղբայրների նկատմամբ այդ հետապնդումների հետ կապված ու դրա 7 տարի անց հիշում են, որ թուղթ կա։ Էլի գալիս ենք այս սահմանին, որ այդ սահմանը պետք չի անցնել, ոչ այն կողմից։ Չէ, չի կարելի համարել, որ եկեղեցին չի կարող իր հավատավոր եղբայրներին պաշտպանել, չի կարող խոսել այն եկեղեցիների մասին։ Կներեք, մենք այնտեղ գանձասար ենք թողել, էլի։ Կներեք, մենք այնտեղ դադիվանք ենք թողել։ Դա մեր սրբատեղիներն են եւ եկեղեցին պիտի ինչ աներ, ասեր ամեն ինչ նորմալ է, շորտ լավ, ասում են ինչ անում են, անեն, ոչինչ, դա էլ նվիրենք իրանց, լուր չի կարող այդպեսի բան լինել։ Չի ուզել զուտ էմոցիոնալ տիրույթում քննարկել դրանք, որովհետեւ մենք շատ նուրբ ժամանակաշրջան ենք ապրում եւ մտածում ենք Հայաստանի մասին։ Բնականաբար։ Բոլորս մտածում ենք Հայաստանի մասին։ Միանշանակ։ Այսօր ինչից սկսեցինք վերադառնանք դրան։ Մենք մտածում ենք այն մարդկանց մասին, ովքեր Բաքվի բանդում են, չէ՞, արդեն տևական ժամանակ։ Ադրբեջանում ինչ որ համաներում է պատրաստում, ես չգիտեմ, ինչ հողի վրա է դա լինում, դուք որևէ տեղեկություն ունեք եւ դա ինչքանով կառնչվի։ Դժվար ասել ինչքանով կառնչվի, բայց ես ժամանակին կանխատեսել եմ, որ ընտրություններին ընդառաջ որպես հայկական ընտրություններին ընդառաջ որպես Նիկոլ Փաշինյանին սատարում
դիրքեր ամրացնելու համար մենք ունենանք։ Դա ամեն դեպքում դա շատ լավ կլինի, ով էլ որ վերադառնա, լավ կլիներ իհարկե բոլորը, բայց բոլորը չեն վերադառնա, ցավում եմ, բայց բոլորին չեն վերադարձնի։ Մի մասին էլի որպես պատանդ կպահեն, բայց մի մասին կարծում եմ մենք կտեսնենք իրենց վերադարձը։ Դա կլինի Նիկոլ Փաշինյանին ամրապնդելու համար, որովհետև ավելի ձեռնտու ղեկավար Հայաստանի, քան Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի համար ուղղակի կարծում եմ լինել չի կարող։ Լավ, եկանք օգոստոսի 8-ի համաձայնագիր։ Այն հավակնում է իրավական լուրջ ուժ ունենալու ժամանակին։ Ժամանակը ցույց կտա, որովհետև հայտարարությունները, որոնք շատ արագ ռեժիմով տարածվում են Տրամպի հախուռն տրամադրությունների ներքո, մի փոքր ավելի դժվարանում ասել, թե ինչքան ազդեցություն կունենան եւ ինչքան զարգացում կստանան, բայց որ դե արդեն աշխատանքային խմբերի մակարդակով են աշխատում հիմա կողմը։ Համենայն դեպս դեսպանը հայտարարեց, որ մի կողմից կա ռազմավարության հրապարակում, որտեղ որ կարծես թե այս տարածաշրջանում շատ տենց մեծ հետաքրքրություն մասին չեն խոսում, մյուս կողմից կա Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը հարցազրույցը, որը տվեց եւ ասաց, որ այո, իսկապես աշխատանքային խմբեր ստեղծվել են, քննարկումները գնում են։ Ինձ թերևս այդ ամբողջ հարցազրույցից միայն մի բան դուր չեկավ, որ Հայաստանը իր տեղը կունենա սեղանի շուրջ։ Հայաստանը այդ տարածքի տերն է, Հայաստանի սուվերեն տարածքի մասին է խոսում եւ հետեւաբար Հայաստանը ուղղակի տեղ զբաղեցնելով չի, որ պիտի բավարարվի։ Մենք պետք է որոշիչ ձայն ունենանք, որովհետեւ ի վերջո եթե իսկապես սուվերենությունը պահպանվում է, իսկ ես հուսամ, որ կպահպանվի, մենք պիտի ունենանք ավելի շատ հնարավորություններ, քան մնացած մասնակիցները։ Արևմտյան Ադրբեջան թեզը ինչին է պետք ուղղակի հիմա այս մթնոլորտում։ Նախ իրենք իսկապես մեծ ծրագրեր են դնում եւ ոնց որ հասկանում ենք, ծրագրերը կարողանում են իրականացնել արդեն օգոստոսի 8-ի ծրագրերի հետ։ Ես տենց վստահ չէի ասի, մարդիկ 30 տարի նպատակ դրեցին եւ 30 տարվա ջանասեր աշխատանքի արդյունքում կարողացան իրենց նպատակին հասնել իրենք ուզում էին Արցախը հասնելու համար պիտի ձախողեն Վաշինգտոնի համաձայնագիրը։ Ժամանակները փոխվում են, իրավիճակները փոխվում են, այդ թվում մենք, ինչպես մենք ժամանակին ձախողեցինք օրինակ մեր ռազմավարական գործընկերոջ հետ կապված մեր համոզմունքները կամ չգիտեմ առաջատար տարածաշրջանային բանակ ունենալու այդ գաղափարը ոնց որ կարողացանք տանուլ տան կամ հարմար ժամանակ ընտրեց օրինակ տվյալ դեպքում Ադրբեջան, իրենք կարողացան շատ ճիշտ ժամանակը օգտագործելով, շատ ճիշտ միջև այդ պատրաստելով կարողացան իրենց հարցերը նպատակները լուծելու։ Բայց կարծում եմ, որ Ադրբեջանը իսկապես ունի ծրագիր Հայաստանում, Հայաստան տեղափոխել 300, եթե հնարավոր լինի շատ ավելի շատ թվով ադրբեջանցիներ, եթե դրա հնարավորությունը, դրա ճիշտ ժամանակը ստեղծվի, ինչպես որ 20 թվականի պատերազմի օգտագործեց COVID-ը, ընդհանուր խառնաշփոթը, ընտրությունները Միացյալ Նահանգներում, ես բոլորովին դա չեմ բացառում։ Լավ, դրա հակադիրը Ադրբեջանում ապրած հայերի իրավունքը պաշտպանելը չի լինի։ Կլինի, եթե ինչքան հայ է ապրել, Բաքվում մոռացել են։ Եթե այդպիսի հարց բարձրացնող լինի, որովհետև այդ հարցերը պիտի բարձրացնեն պետական կառույցները բանակցությունների ժամանակ։ Անշուշտ այդ հարցը կարող է բարձրացնել նաև Ադրբեջանից, Կիրովաբադից, Սումգայիթից, բազմաթիվ տեղերից հստական հայերը կարող են բացել, բայց դա Արցախյան կառույցները, որ Արցախյան հարցը համաչափ չի Բաքվից փախստականներին, դա լրիվ ուրիշ հարց է։ Այ համաչափ 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան նույնականը Բաքու, Սումգայիթ ու մնացած քաղաքներ վերադառնալու մասին մեր հարցը, եթե համարժեքը դրանք են։ Արցախյան հարցը լրիվ ուրիշ կոնտեքստի մեջ է։